Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, ֆիլմերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիկերին։ Այսօր իմ հյուրը կրկին Արմեն Սեյրանյանն է, գիկ, Վարհամմերի սիրահար ու մարդ ում հետ ես գիտական ֆանտաստիկայի, ֆենտեզի ու տարբեր այդ թեմաներ ժամերով կարամ քննարկեմ ու այդ քննարկումները չեն սպառում երբեք։ Բարև Արմեն ջան։ Բարև Արմեն ջան։ Մեր վերջի թեման սերիալը, որի մասին քչերը գիտեն, ցավոք, քչերն են դրա մասին խոսում, Widow's Bay-ը, ոնց կլինի հայերեն այրիների նավահանգիստ, հա։ Քիչ են խոսում, զարմանալի է, որովհետև տպավորություններ հենց նայում ես իրան, այն տպավորությունն է, այն զգացումն է, որ վերջին տարիներին այդ որակի սերիալ հենց այդ հետաքրքիր կոնցեպտով չի եղել։ Հա, սերիալը ինքը իրանով շատ հետաքրքիր միքս է։ Տենց բան կա, չէ, վերջերս, հա, ասում են King-ot սերիալ, այսինքն ինչ որ King-ի երևի ամենամեծ ձեռքբերումներից մեկը այդ King-ot եզրույթի առաջ բերելն է։ Ինքը շատ ունիկալ պրոդուկտ է նրանով, որ ինքը համ շատ լուրջ է, ինքը համ տեղ-տեղ շատ կատակերգական է, սկսած դիալոգներից, վերջացրած սիտուացիաներով ու այդտեղի հենց այդ կոնտրաստը քեզ միշտ պահում է լարվածության մեջ, համ որպես հորորի սասպենսի լարվածություն, համ որպես ինչ որ թեթևանալու, լիցքաթափվելու։ Ու այդ առումով ինքը շատ գրագետ կառուցված սերիալ է, երևի թե վերջի տարիների ամենագրագետ կառուցված սերիալներից է, իր սխեման եթե նայենք, տարբերությունը օրինակ ես իրան համեմատում եմ նույն From-ի հետ։ From-ի խնդիրը իմ համար նրանում է, որ From-ում ոնց է լինում, որպես կանոն ասում են սա տեղի ունեցավ, հետո սա տեղի կունենա, հետո սա է լինում, սա է լինում։ Widow's Bay-ում ոնց որ կոնցեպտը մի քիչ ուրիշ է, այսինքն իրանք մեզ պատմում են, որ սա ուզեց մի բան, բայց տեղի ունեցավ սա, գնաց այնտեղ, հետևաբար սենց եւ բայց, այսինքն այդ բառախաղի ու կոնցեպտի շուրջ է պատտվում, ոնց է լինում, որ ինքը ուզում է մարդկանց հրավիրի, բայց բիձեն գալիս է, ասում է լավ բան չես անում։ Ինքը ուզում է բոլորին համոզի, որ անվտանգ է, բայց իրան ասում են, դե որ տենց է գնա հյուրանոցում գիշերը անցկացրու։ Այսինքն այդ պատմելու ձևը, ներկայացնելու ձևը ինքը չի թողնում, որ դու կորցնես հետաքրքրությունդ, որ դու ուղղակի ձանձրանաս, առաջ տաս ինչ որ դիալոգների մասով էլ դու գիտես, որ քեզ սպասվում են ինչ որ հետաքրքիր փանչեր, հետաքրքիր ինչ որ երկխոսություններ, կոմեդիկ բնույթի, որոնք նույնպես քեզ պահում են տոնուսի մեջ միշտ։ Ես մի քանի բառով սյուժեն ուղղակի ներկայացնեմ, որ հեռուստատիտողները պատկերացնեն։ Մերիլենդի մոտակայքում է, չէ՞, ոնց որ Քինգյան տարածքների մոտակայքում փոքր կղզի է։ Ու մի քանի հազար մարդ է ապրում այդ կղզում։ Ու այդ կղզում տեղի են ունենում տարբեր տարատեսակ Սթիվեն Քինգյան իրադարձություններ, վհուկներ, ուրվականներ, չգիտեմ, այնտեղ մառախուղ, որը մարդկանց վերածում է ղրեշների, ջրային ինչ-որ միֆիկ արարածներ եւ այլն։ Նեկրոնոմիկոն, հա, ինչ որ Լավքրաֆտյան բան էլ գնաց այդ վերջի։ Ու այդ կղզու ոնց որ քաղաքապետը փորձում է տուրիստական գոտի դարձնել այդ կղզին, չնայած այդտեղ տեղի ունեցող ահավոր չերտապշինային։ Բայց հին ժողովուրդը տե ապրող ասում են, որ չի ստացվի ախպեր։ Հա։ Մարդկանց բերել ես վարի տաս, բայց ինքը էլի շարունակում է, փորձում է ինչ որ զարգացնի, ինչ որ վիճիրինք է կազմակերպի եւ այլն, որ տուրիստների գրավի։ Այնց այդ կոնցեպտն է, բան էլի հետաքրքիր։ Որ դու գիտես, որ քո կղզում ինչ որ ահավոր բան են տեղում, ասում եկեղեցու զանգը այնտեղ զնջիրներով կապած է, բայց գիշերը զանգում է, այդպես բաներ։ Հա, ու ընդհանուր այդ ժանրային խաչմերուկում է ինքը գտնվում, որտեղ ոնց որ
Տերի Պրաչետը հանդիպի ինչ-որ Lovecraft-ին ու ինչ-որ դրանք իրար հետ ծնեն այս պրոդուկտը, որը շատ հետաքրքիր է ու ես այն եզակի սերիալներից է, որ ես կուզեմ իրան անդադար նայեմ։ Շարունակվի։ Ես ուզում եմ ինքը շարունակվի, նոր ինչ-որ միֆեր ավելանան, գան։ Այ հետաքրքիր կնես, գիտես ինչն է կայֆ, այ հենց այդ որ ասում ես նոր միֆեր եւ այլն։ Իրա այդ ավելի շատ ոչ թե հորիզոնական ստրուկտուրան է, որ նույն բանը շարունակվում է, այլ նաև ուղղահայաց է, որ ամեն էպիզոդին ինչ-որ տազա բան է տեղի ունենում։ Այդ առումով ինքը քեզ հաճելի սպասման մեջ է գցում։ Էլի նույն ի տարբերություն From-ի, որ իրանց այդ պրյոմը որն է սեզոնի կամ սերիայի վերջում ինչ-որ մի հատ անհասկանալի cliffhanger են գցում, դե արի մտածի ինչեր, գնում են մարդիկ սկսում են վերանայել սաղ սեզոնները, որ հասկանան այս մարդը ինչերով էր, խի էր, ոնց հայտնվեց ու տենց սպանում են իմ կարծիքով։ From-ի մասին հələ խոսանք, բանը Windows Bay-ի ստեղծողները բանի Parks and Recreation sitcom կար, Park-ի զոնի ու իրա ստեղծողներն են։ Ու զգացվում է, որ նույն կոնցեպտն է, որտեղ այնտեղ եթե Parks-ում են աղջիկներ, ով որ փորձում էր այդ մունիցիպալիտետի աշխատանքը ղեկավարի, ստեղ էլ քաղաքապետն է, ով էլի տես ոգևորված, ոգեշնչված ինչ որ աշխատող է։ Զգացվում է այդ զուգահեռները, բայց միևնույն ժամանակ ինձ շատ է դուր գալիս հենց այդ հորորի ասպեկտը, իրանք այդ շատ գրագետ ձևով են ու շատ երբեմն ահագին վախենա ու դոզավորվածությունը այն որ ամենաճիշտ դոզայով են տալիս ու առհասարակ խին մարդիկ սիրում են տենց հորորներ բաներ, որտեվ կտրում է իրական ոնց որ աշխարհից, որը քեզ դաժե կարա ինչ որտեղ fake թվա, որովհետեւ ոնց է մենք հիմա թվային աշխարհում ինչ-որ ամեն մեկը երջանիկ է, ամեն մեկը սենց է, ապրում են իրենց լավագույն կյանքը, Instagram-յան վիճակներ, հետո իսկ ստեղ գալիս քեզ ասում է, որ ամեն ինչ չի որ լավ է ու կարող է նաև հույս չկա։ Այդ պահն է այս սերիալում, որ ինձ շատ հետաքրքրում է, արդյոք կա վերջում ինչ-որ հույս, որովհետև ոնց հասկանում ենք սկզբից, այդ կղզին արթնանում է, իսկ կղզին ինչ-որ շրջապատվում է ինչ-որ բանով, որը կարա բոլորին կործանի, ու այդ կոնցեպտը շատ հետաքրքիր է, վերջում ինչ է լինելու, հույս կա, թե չկա։ Այդ հումորի սև լավ որակյալ սրամից սև հումորի ու ահագին վախենալու հորորի միախառնումը ինքը հետաքրքիր է նաև այն առումով, որ նա շատ եմ լսել, Լևոնի հետ էլ ենք շատ խոսած այդ թեմա, որ հումորն ու սարսափ իրա շատ մոտիկ են։ Որ ասում են ծիծաղը դա սառած ճիճն է։ Այ այդ ինքը իրանք ահավոր իրար բռնում են, երբ որ դու իրանց ճիշտ ես դնում իրանց տեղը։ Այդ նույն կոնցեպտն է, ոնց են ասում, Էրոսն ու Տանատոսը իրար հետ են, նույն ձևով կատակերգությունն ու սարսափը իրար հետ են քայլում ու մեկը մյուսին լրացնում են շատ դեպքերում։ Ու կատակերգությունը տվյալ դեպքում ինքը չի առանձնանում ու չի կորցնում իր չի լղոզվում հորորի մեջ ու նույնն էլ հակառակը հորորը չի դառնում պակաս վախենալու, եթե այդտեղ կա ինչ-որ կատակերգական էլեմենտ։ Իհարկե չենք խոսում տրեշի մասին, որտեվ կան տենց կինոներ։ Չէ, ասենք ներվային ծիծաղ էլի, ասենք դու նայում ես այդ հյուրանոցի դրվագը, դու համ ծիծաղում ես, համ վախենում ես։ Որտեվ շատ գրագետ է դոզավորումը տալիս, ինքը չի ընկնում դեպի տրեշ ինչ-որ կոմեդիա, ու չի էլ գնում ինչ-որ կոնկրետ երկնքից աստղեր քաղող ինչ-որ նենց խորը հորոր, որ դու, չգիտեմ, դնես ժամերով մտածես ինչ-որ Eggers կամ Ari Aster-ի ինչ-որ բան չի էլի։ Այդ առումով բալանսը շատ ճիշտ է պահած։ Ընդ որում նաև կերպարներն են շատ լավը, բոլորը լավ մտածված են, գլխավոր հերոսը իր խնդիրներով, իր ասում շկաֆի կմախքներով, 3-րդ էպիզոդում, որ այն աղջկան իրան զվանեց, որովհետև հենց ինքը ոնց որ դարել է այդ կղզու մասը։ Ու չնայած նա, որ ինքը այդտեղ չի ծնվել, օտարության ինչ որ բան կա, բայց էդ էլ է շատ հետաքրքիր կոնցեպտ չէ, որ ասում է ով այդ
կղզում ծնվել է, ինքը չի կարա դուրս գա, եթե դուրս է գալիս, մահանում է։ ինչ որ վատ բան տեղի է ունենում իր հետ։ Ու այդ կոնտրաստն է, որ ինքը տեղ չի ծնվել, բայց իր տղեն հենց տեղ է ծնվել ու մեծաշով չի կարա դուրս գա։ Իսկն շատ ու շատ ինչ որ արահետներ բացեր թողած են սյուժետային, որոնք կարան վերադառնան ու զարգացնեն ու շատ ավելի հետաքրքիր պատմություն դառնա ինքը։ Ու հետաքրքիր որ 4-րդ էպիզոդում Բուգիմենին էլ հիշատակեցին Քինգի։ Հա։ Ինչ երեխեքի սպանել, այդ աղջիկն է փրկվել էր, չէ՞, իր աշխատողը, հա, մինչև հիմա չեն հավատում։ Ընդհանրապես ինձ թվում է այստեղ շատ ինչ որ այդ ռեֆերենսներ կան, բաներ կան տարբեր Քինգին ու Լավկրաֆտին։ Հա, նաև օրինակի համար, չգիտեմ, ես վերջերս ես American Horror Story-ն էի նայում, այդ հյուրանոցը ինձ ինչ որտեղ հիշացրեց American Horror Story հյուրանոցի սեզոնը, այսինքն իրանք նաև ինչ որ ոնց որ դань ուվաժение, հա, տալիս են մեծերին ու տալիս են մնացած այդ ամեն ինչին։ Ես սպասում եմ վամպիրներ։ Հա, եթե մինչև հիմա չեն եղել, որտեղ 4-րդ էպիզոդն եմ նայել։ Հուսանք կլինեն, որովհետև այդ ավելի ինչ որ քինգային սալեմոտ վիճակներ կարա մտցնի։ Հա, այն բանը հենց հոգևորականը հենց շատ քինգ հենց սալեմի բանին նման էր։ Այդ առումով էլի ասում եմ, իրանք շատ մեծ տարածություն ունեն զարգացնելու ու մարդկանց չհիասթափեցնելու։ Չէ, բայց ահագին հետաքրքիր կյանքով են ապրում այդ կղզու ժողովուրդը։ Հա։ Որ մեկ-մեկ մտածում ես, որ ինչ որ համ անդարդ են, արժեր տեղ ապրել։ Արժեր, հա, տեղ ապրել։ Լավ, կա հումորային պահը մի կողմ Ֆրոմից խոսացինք, Ֆրոմը ինձ դուր է գալի, բայց ինձ ահավոր ներվայնացնում է իր այն, ասենց ասած, երկաթ բետոնյա լրջությունը։ Հա։ Իրանք вообще ոչ մի տեղ չեն թողում քեզ մի քիչ գոնե թեթևանալու, ասենց ասած։ Հա, իրանք քեզ կոնկրետ որ անդադար ինչ որ բաներ են շպրտում քո վրա, ասում են դու հիմա սրա մասին ես մտածում, արի մի հատ էլ սրա հետ մեկտեղ մտածի սրա մասին։ Ոնց որ են որ ասում է գործներս հեշտեր, մի հատ էլ բիձեն աղջիկ դարձավ եկավ, ինչ որ անհասկանալի բան ու ստեղ վատը նրանում է կայանում, որ իրանք արդեն 4-րդ սեզոնն է, եթե չեմ սխալվում, 5-րդը կամ 6-րդը պետքա վերջինը լինի, եթե չեմ սխալվում։ Ոնց որ հաջորդը պետքա վերջինը լինի։ 6-րդը, եթե չեմ սխալվում, միանգամից արդեն 2 սեզոն բան են արել, բայց 4 սեզոն իրանք գրեթե ոչ մի բանի, ոչ մի հարցի պատասխան չեն տալիս։ Ու փոխարենը ավելացնում են այդ հարցերի քանակը։ Ու ինչ որ մի պահի դու արդեն չես հիշում որ հարցերին պետքա պատասխաներ, բա էսի ինչ եղավ, բա այնի ինչ եղավ, այսինքն ինչ որ գնում է երևի թե ավելի շատ Lost-ի հետքերով։ Ավելի լավ է Lost-ի հետքերով, քան Dark-ի հետքերով։ Հա, դե Dark-ի համեմատ, հա, ես Dark-ը ատելով ատում եմ։ Ես էլ։ Կներեք Dark սիրողներ, բայց այո, ներեք մեզ։ Հա։ Ու Dark-ի նման մի հատ էլ վերջերս սերիալ դուրս եկավ։ Չեմ հիշում։ Էլի նույն հեղինակը, Dark-ի հեղինակը։ Չէ, Կոնելին էր խաղում, եթե չեմ սխալվում։ Չեմ նայել։ Բայց անունը չեմ հիշի, հետո կհիշեմ։ Ես տենց սերիալներին աշխատում եմ չվստահեմ, մենակ From-ը ոնց որ դու էիր խորհուրդ տվել, դրա համար սկսեցի նայել։ Ինչու՞մ է խնդիրը From-ի։ Տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները իրենց ստեղծած լորում խճճվել են։ Դա ամենավատ բանն է, ինչ կարող տեղի ունենա սերիալի հետ։ Որովհետև իրանք երևի թե շեշտը ոնց որ դնում են մարդուն զարմացնելու վրա, ավելի շատ ինչ որ շոկային կոնտենտի վրա են դնում ու դու ոնց որ հələ չստափված նախորդից քեզ ինչ որ նորի մեջ են գցում, ասում են, տես, մենք սենց էլ կարանք։ Այսինքն ավելի խճճված է, քան դու կարայիր մտածեիր։ Ու սյուժեով երբ որ հերոսները ոնց որ թվացial, հա, մեկ քայլ առաջ են գալիս ինչ որ բան հասկանալու մեջ, 10 հատ նոր հարց, 10 հատ նոր հարց է բացվում ու մի 7 քայլ էլ հետ են գնում։ Ու
պերսոնաժները իրանք մի քիչ ավելի արդեն դառնում են կարտոննի, շատ կանխատեսելի, շատ միապաղաղ, միանման, այսինքն չես տեսնում ինչ որ պերսոնաժի զարգացվածություն։ Lost։ Հա։ Ես սիրում եմ Lost-ը, բայց վերջին սեզոնները լրիվ այդ քո նկարագրած վիճակն է, որ միձը պետքա փագենք պատմությունը, դավայցե ինչ որ մի հատ մեծ միֆոլոգիա հորինենք, երկու հատ, չգիտեմ, տիտանի պայքարի մասին կղզու վրա։ Հա։ Ու ստեղ նաև խնդիրը նրանում է, որ ինքը որպես հորոր քեզ չի տալիս այն ինչից դու պետքա վախենաս իրականում։ Ու քեզ ինչ որ հիմա անհասկանալի է դառնում, թե հրեշներն են տեղի խնդիրը, թե տեղի խնդիրը ինչ որ անեցքն է, թե հենց այդ տարածքն է եւ այլն եւ այլն։ Հորորի մեջ գրավիչ է, երբ որ վախը ունենում է դեմք։ Ու համենայն դեպս իմ համար, եթե վերցնենք Alien-ը, մենք ունենք հրեշ, ունենք սահմանափակ ինչ որ տարածություն ու ունենք այն ինչ տեղի ունեն։ Դեմք կնես Պարտադիչի մոնստր ունի, բայց դու գոնե հասկանաս։ Հա, օրինակ նույն առումով Silent Hill 2 խաղը, որը երևի թե սերիայում իմ ամենասիրած խաղն է, ու իմ ամենաչսիրած ֆիլմերն են։ Այս վերջինը կիսատ թողեցի ահավոր։ Silent Hill 2-ում ինչ է, խոսքը գնում է մարդու ներքին վախերի, մեղքի զգացումի, տրավմաների եւ այլն, որը մատերիալիզացվել է ու մենք ունենք այդ բուրգագլխին, ունենք տարբեր հրեշների, ունենք մութ կորիդորներ եւ այլն։ Հասկանալի, ընկալելի կոնցեպտ։ Հա, այսինքն հորորը ինքը քեզ ուղղորդում է, ասում է սա սրանից կարաս վախենաս ու քո ուղեղը հանգստանում է ինչ որ առումով, որ ոնց որ կառավարելի վախ է ստեղծվում։ Հորորի ամբողջ իմաստը է դա։ Հա, այսինքն դու ինչ որ safe տեղում կարող ես վախենաս, քիչ ստրես ապրես, որը անորոշ, իսկ From-ը ինքը ոնց որ նման է իրական կյանքի վախերի։ Անորոշ, մշուշոտ, չգիտես, դու վախենում ես փողից, չգիտեմ, դեռ պատերազմներից, կլիմայից, հիվանդություններից։ Այսինքն շատ լղոզված ինչ որ քաոս է, որը ոչ մի ձև, ոչ մի ստրուկտուրա չի ստանում ու չի ինչ որ սեղմվում, չի կրիստալիզացվում որպես պատմություն։ Հա, ինքը ոնց որ տարբեր լեգենդներ են մտնում ինչ որ տարբեր այն կիմանոյով կինը, չգիտեմ, ինչ որ ծննդաբերություն եւ այլն, այսինքն մենք գործ ունենք ոնց որ ժամանակակից creepypasta-ների մեկնաբանությունների նման ինչ որ բանի հետ, բայց տարբերությունը նրանում է, որ creepypasta-ն էլ ինքը իրանով հստակ է։ Այնտեղ կա հստակ ինչ որ ստրուկտուրա ու հստակ ինչ որ բան, որից դու պետքա վախենաս, ասենք նույն Slenderman-ը կամ այդ Backroom-ների գաղափարը, իդեպ վերջերս նայեցի, մի հատ տենց խաղ կա Exit Number 8, որտեղ անդադար միջանցք է, ու այդ միջանցքի անոմալիաները պետք է նայես, դրա էկրանիզացիան էին հանել ճապոնացիները։ Չեմ ասի, որ ես իմ ինչ էր, բայց ես Backrooms-ի հետ մեծ հույսեր եմ կապում էկրանավորման հետ։ Կարա լինի լավ բան, հա, ու կարա լինի շատ վատ։ Գիտես խի, որովհետև իր տրեյլերը ոչ միայն տպավորիչ էր, հա, այն բանը դու Alien Romulus-ը նայել ես, չէ՞։ Այն վերջին բանին հիշում ես, չէ՞, տարածին։ Հետի գիտես, որ իրական դերասանը, իրական բասկետբոլիստը մոտ ինքը խաղում է դրան։ Ինքը Slenderman-ում էլ չի, թե այնտեղ։ Չէ, ինքը առաջ անգամ հենց Romulus-ում է խաղացել։ Դե այդ հույսն է շնչում։ Որտեվ տենց պերսոնաժները շատ մեծ կոլորիտային ինչ որ բան են դնում կինոյի մեջ, դաժե եթե կինոն ինքը իրանով այդքան էլ հաջող չի, ինչ որ պերսոնաժ կա, որ ձգում է այդ կինոն։ Դժում է որ կա տենց ինտերնետ մշակութային միֆը։ Հա, մտնում է կինո։ Այդ շատ լավ տենդենս է իմ համար, որովհետև դե մենք հիմա ապրում ենք թվային աշխարհում ու հորորը որպես ժանր ինքը նաև էվոլյուցիա է ապրում։ Երբ որ առաջ հրեշ էր, ինչ որ ֆիզիկական հրեշ էր, գնալով կարա դա դառնա ինչ որ իրականության խնդրի հետ կապված բաներ, այդ գլիչերի մասին ինչ որ, չգիտեմ, կամ մարդու ներքին
վախերի ու հուզումների որպես հորորի տեսքով ներկայացնելը, այդ առումով օրինակ ինձ շատ է դուր գալիս հենց Բաբաջուկը։ Շատ լավ ֆիլմ է։ Ինքը իրականում այդ հրեշի մասին, ինքը այդ կնոջ ու իր երեխայի հարաբերությունների մասին ֆիլմ է, որը շատ ուժեղ, շատ գրագետ կառուցված ֆիլմ է։ Ու շատ վախենալու։ Ու շատ վախենալու, հա։ Ինքը, այսինքն հորոր է, բայց ոչ այն դասական կահրեշ, որից պետք է վախենաս, ինքը հարցեր է բարձրացնում ու հարցերի է պատասխաններ տալիս։ Այդ առումով օրինակ մի հատ ֆիլմ կա, որը ինքը դասական առումով հորոր չի, դա այն Office-ի էքսպերիմենտն է։ Հա։ Ես պաշտում եմ այդ ֆիլմը ու ինքը իր հորորը նրանում է ներկայանում, որ իմ համար համենայն դեպս, որ իրական աշխարհում էլի այդ մենք այդ մեր պոզիտիվ կուլտուրայում ենք օֆիսային ապրում, որտեղ ամեն ինչ լավ է, բոլորը բարեհամբույր են, ժպտում են միմյանց, Instagram-ում են, հա, ինչ որ LinkedIn-ում բոլորը self ինչ որ վիճակներում գուրուներ են։ CEO են։ Այո, ու այդ ինքը այդ ամեն ինչը քանդում է ու ավելի ազնիվ ցույց է տալիս, այսինքն ինձ համար հորորը շատ դեպքերում ավելի ազնիվ է, քան իրականությունը ու դրա համար մարդիկ ձգտում են դեպի այդ ժանրը, որովհետև ինքը ասում է աշխարհը այդքան էլ լավը չի, ինչքան ցես ցույց են տալիս։ Այս շղարշից այն կողմի հատ նայեք, տեսեք ինչ տեսարաններ կան հետաքրքիր։ Այդտեղ ինձ նաև այդ առումով դուր է գալիս առհասարակ քաղաքային ֆենտեզի ժանրը, որը քեզ ցույց է տալիս, որ դու ասենք ինչ որ ունես Երևան քաղաք, բայց դրա տակ կա ինչ որ ալտերնատիվ Երևան, որտեղ ամեն ինչ նենց չի, ոնց որ դու տեսնում ես։ Հա, հիշում ես, չէ՞, մենք մի հատ նախագիծ ունեինք հենց ալտերնատիվ Երևանի մասին։ Դա ելնելու է, այդ հաստատ ելնելու է, պրոստի հիմա չէ, էլի։ Ժամանակը կգա, Երևանն էլ կարտնանա։ Քաղաքային ֆենտեզից խոսացիք, մենք նոր Բուչերի մասին էինք խոսում, Dresden Files-ի։ Վերջի գիրքը դուս է եկել, ցավոք էլ թարգմանած չի, ով կարդացել ասում են շատ լավն է, բայց ինքը էլի միջանկյալ է։ Հա։ Այսինքն մեզ ինչ որ մեծ բանի է պատրաստում։ Որ մտածում ես էլ ավելի մեծ բան չէ, հա։ Դրեստենը շատ լավն է, ես իրան շատ եմ սիրում, այդտեղ էլ նորից եթե վերադառնանք մեր սկզբի թեմային, ինքը ունի շատ գրագետ կառուցված կոմեդիկ հումորային էլեմենտներ ու ունի նաև գրքեր, որտեղ ինչ որ մաքուր սարսափային վիճակներ են տեղի ունենում ու ինքն էլ շատ գրագետ ձևով կարողանում է այդ ամեն ինչը միքս անի իրար հետ ու որ դու երբ որ հարցնում են ինչի մասին է Դրեզդենը, դու կարաս դա խորհուրդ տաս տարբեր ոնց որ նախասիրություններ ունեցող մարդկանց։ Պարտադիր չի դու լինես ինչ որ հորորի ֆանատ, որ կարդաս Dresden Files-ը կամ չգիտեմ, պարտադիր չի որ մենակ Gaiman կամ Pratchett սիրես, որ քեզ դուր գա այդ քաղաքային ֆենտեզին։ Ինքը բոլորի համար ամեն մեկը ինչ որ մի բան կգտնի։ Իր ուժը նաև իրա որ առաջի դեմքից է գրված։ Հա։ Հենց Դրեզդենն է պատմում քեզ, Հարի Դրեզդենը պատմում է իր կյանքի մասին։ Ու շատ գրագետ կերպով իր այդ էվոլյուցիան դու գրքից գիրք տեսնում ես, ոնց է ինքը փոխվում որպես մարդ, փոխվում որպես մոգ, հա, ինչ որ ու ընտեղի պերսոնաժները շատ լավ են կառուցված, սկսած իր այդ անմիջական շրջապատից վերջացրած երկրորդական, երրորդական ու այդ կղզու, որ ասացիր կղզին արթնանում է Widows Bay-ում, կղզին արթնանում է, այդ իդեան հենց Dresden Files-ում կա։ Հա։ Կղզին, որ արթնանում է, որտեղ ինչ-որ մոնստրեր բաներ էին առաջանում, կղզին, որ ինքը իրանով բան էր։ Ու Dresden Files-ում առհասարակ շատ հետաքրքիր ձևով է ինքը կառուցում այդ ոնց որ ալտերնատիվ աշխարհի հիերարխիան, այնտեղ օրինակ ոնց է մենք փոքրուց ունենք ստերեոտիպային ինչ որ վերաբերմունք ֆեյաների նկատմամբ։ Ֆերիները մեր համար ինչ որ Պուճուրիկ ինչ որ, հա, Պիտեր Պենի, Ջուլիա Ռոբերտս, ինչ որ տենց դեմքեր են, այստեղ մենք իր կնքամարը մենակ հերիքա, որ դու ոնց որ
հերիների նկատմամբ քո վերաբերմունքը փոխես առնվազն ու հետները գործ չունենաս։ Մեկ էլ բանը վամպիրների տարբեր կլանները։ Հա շատ հետաքրքիր է այդ։ Որտեղ ասենք մենք ոնց ենք պատկերացնում կամ տարբեր կինոներում ոնց ասենք, չգիտեմ, Սումերկյուն վամպիրները մի ձև են, ինչ որ նրբիկ բաներ են, Դել Տորոյի մոտ ինչ որ մոնստրեր են, սարսափելի, ինքը դրանք միացրել է մի բանի մեջ, այսինքն տարբեր կլաններ են, կա այդ նրբիկ վամպիրները, հա, այդ էմոցիաներով, չգիտեմ, սնվող վամպիրներն են, կան դասական, հա, արունալի վամպիրները, Դրակուլայոտ վամպիրները, մեկ էլ են ամենավատերը սև կլանը, որոնք չգիտեմ, ինչ որ լրիվ զոմբիոտ վիճակներ են։ Այդ դասակարգումը շատ հետաքրքիր է ու նաև իմ համար հղում է Vampire the Masquerade։ Հա։ Դրան այնտեղ էլ շատ գրագետ ձևով կառուցված էր, այդ խաղը երևի թե իմ ամենասիրած խաղերից մեկն է։ Այս վերջը դուս եկածը չէ։ Չէ, հինը, որտեղ այդ վամպիրական կլանները կային, մասկարադը գոյություն ուներ։ Իրան իդեպ Լևոնը առաջարկում էր մի օր խաղանք բանը, սեղանի խաղը, երբ որ ինքը գա։ Ես չեմ խաղացել դա, բայց մեծ հաճույքով։ Ես իրան փորձեցի AI-ի հետ խաղալ, շատ հետաքրքիր արդյունքներ ունեցա։ Առհասարակ հորորով տարվող մարդկանց խորհուրդ եմ տալիս փորձել AI-ի հետ հորոր խաղալ։ Այսինքն AI-ը կարող է ստեղծել աշխարհ, օրինակի համար, նույն Windows Bay-ը վերցնենք։ Հա։ Ինքը գեներացնի Windows Bay-ը ու քեզ այնտեղ որպես պերսոնաժ։ Ու սիտուացիաներ ըստ քո գործողությունների փոխվում այդ աշխարհը, փոխվում ես դու ու ռեալ վտանգ։ Ինքը շատ ոնց որ հորորի էքսպերիմենտալ ինչ որ մի հատ բան է դառնում ու դու այդ զգացմունքները դառնում են շատ ռեալ։ Հələ մի քիչ ավելի բաներ է, էլի ոնց ասենք բանի նման, մաստերի նման։ Հա, ինքը մաստերի նման ստեղծում է աշխարհը, աշխարհի կանոնները, քո ոնց որ ստատերն ես դու դնում, դու ով ես, Արմանն ով ունի այս բոյ, քաշ, այս հնարավորությունները, աշխատում է այսինչտեղ եւ այլն ու սկսվում է ոնց որ այն ինչ սկսվել է այդտեղ։ Ու ինքը քեզ ոնց որ սիտուացիաներ է տալիս, պատասխանի մի քանի տարբերակներով ու վերջին տողը, երբ որ դու ինքդ քո պատասխանը կարաս գրես։ Ինչ ես դու այս կամ այն իրավիճակում անում ու ըստ քո պատասխանի ստանում ես արդյունքը, որը կարա հանգեցնի քո պերսոնաժի, այսինքն քո մահվան։ Դա նախապես գրում ես, որ չպետք է ինձ ոնց որ դայակություն անես։ Հա։ Եթե ռեալ վտանգ է սպառնում իմ պերսոնաժին ու ես ոնց է դասական հորորներում պատվալից ձայն է գալիս, ես պետք է իջնեմ այդ պատվալ, որոշում եմ իջնեմ այդ պատվալ, այնտեղ կարող է դու մեռնես ու խաղը այդքանով ավարտվի։ Այսինքն AI-ի միջոցով դու ստանում ես այն դոֆամինը, որը նայում ես հորորները նայելուց ստանում ես, պլյուս դա դառնում է ավելի անձնավորված։ Հա։ Որովհետև ոնց է լինում, երբ որ մենք նայում ենք հորորներ, մենք միշտ կոմենտներ ենք թողնում հերոսների պահելաձևի վրա։ Միշտ իրանք ինչ որ ունեն ինչ որ դեբիլության սանդղակ, որը պարտադիր է, հա, լինի, միշտ ինչ որ ասաբնյակում պետքա բաժանվեն եւ այլն, ու դու դրա միջոցով պատասխանում ես այն հարցին, ինչ ես կանեի այդ իրավիճակում։ Ու ռեալ դու մտածում ես, ես սենց կանեի, դու այդ ամեն ինչը գրում ես ու ստանում ես քո պատասխանը։ Ստացվում է որ կարող է ես դեբիլություն անում։ Հա, որովհետև դու երբեք չես կարող ասես ինքը ինչ ձևով կտանի։ Փորձեմ այդ։ Անպայման փորձին շատ հետաքրքիր կլինի։ Ցավոք մեր ժամանակը սպառվում է, բայց շատ հետաքրքիր զրույց էր, մենք երևի հետո էլի պետք է հանդիպենք։ Կարող ենք այդ թեմայով արդեն առանձին ինչ որ զրույց ունենալ։ Էլի ես մի հատ կփորձեմ, հետո դրա մասին կպատմեմ։ Հա, անպայման։ Ապրես որ եկար։ Ապրես որ հրավիրեցիր։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։